Գիրագի 2 նոյեմբեր 2025-ին նորին սուրբոզություն դեր Արամարաչին Գաթոյգոս նախակայեց եւ իր հայրաբեդական պատկամը ուղեց Գլենդելի Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ համախմբված մեր ժողովրդի հազարավոր զավակներուն։ Սուրբ Եվան Մաբադարակը մատուցեց Հյուսիսային Ամերիկայի արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնոր դեր Գեղամարքեպիսկոպոս Խաչերյան։ Ներգայային միապան ու քահանահայրեր Մեծիդան Գիլիգիո Գաթոյգոսության ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի համահատենապետներ ու անդամներ, թեմի ազգային իշխանության անդամներ, բարերարներ, քույր միություններ ու ներկայացուցիչներ ու հավատացյալներ ու հոծ բազմությունը։ Վեապար հայրաբեդին պատկամեն առաջ խոսք արավ առաջնորդ Սրբազան հայրը։ Ան հոգեգան կողունակությամբ ողջունեց նորին սրբության ներկայությունը Գլենդելի Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ, ուր հազարավոր հայրենիներ եկած են իրենց հովվաբեդը թիմավորելու եւ ստանալու հայրական ու հայրաբեդական օրհնություն։ Վեապար դեր այսօր հատկապես մեր ժողովրդի զավակները եկած էին ցեզի հետ լալու, ծեր ներկայությունը վայելելու եւ իրենց հավատն ու հավատարմությունը հայտնելու մեր Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Հետևաբար, վեապար դեր մեր ազգի զավակները ծարավ ունենալով ծեր հայրաբեդական խոսքերուն եւ ցուցմուկներուն գեհրավիրեմ ցեզ ծեր հայրաբեդական պատկամը ուղելու ըսավան։ Արամարաչին Գաթոյգոս իր պատկամին որպես բնապան ընդրած էր Քրիստոսի արագներեն ջարբիկ դնդեսի արագեն հետևյալ արտահայտությունը դուրք ու դնդեսությանը թաշիվը նորին սրբությունը ըսավ Քրիստոս հաջախ արագներու ջամփով իր հետևորդներուն կփոխանցեր իր պատկամները եւ այդ արագները առնված էին ընկերության կյանքեն։ Դնդեսի արագի մեջ կորձադու մեծահարուստ անձը իր դնդեսին ուղելով խոսքը գսե դուրք ու գադարած կորձերու թաշիվը։ Հաշվետվությունը մարդկային կյանքի ամենեն կարևոր երևույթները մեկն է։ Մարդկային փոխհարաբերությունը զանազան մագարտակներու վրա ու զանազան մարզերեն ներս հիմնված է համարադվության վրա։ Մարդ արարածը ինքնագետրոն կոյություն մեջ է։ Ան մնայուն ու բազմերես հարաբերության մեջ է։ Հարաբերություն Աստծո հետ, հարաբերություն իր նմանին հետ, հարաբերություն ընկերության զանազան գառույցներուն հետ, իր ընտանիքին հետ եւ վերջապես իր անձին հետ։ Ամեն տեսակ հարաբերության մեջ կենտրոնական ներկայություն է հաշվետվությունը։ Հաշվետվություն իր գադարած կորձին, իր հարաբերության, իր իրակորձումներուն ու թերացումներուն եւ վերջապես հաշվետվություն իր ապրած կյանքին։ Առնչելով Աստվածաշունչին փոխանցած ճշմարտություններն ու մարդկային կյանքին նորին սուրբոզությունը ըսավ, երբ բանանք Աստվածաշունչի առաջին էջերը, պիտի տեսնենք, որ առաջին հաշվետվությունը Աստված ինք պահանջեց իր ստեղծած Ադամեն ու Եվային։ Աստված անոնց պատասխանատվությունը տված էր եւ այդ պատասխանատվության հաշիվը պահանջեց։ Ադամն ու Եվան թերացան իրենց պարտավորության մեջ։ Աստված բաժեց իրենք վդարելով դրախտեն։ Հաշվետվությունը, ինչպես ասինք, ոչ միայն քրիստոնեության բարոյակիրության կարևոր սկզբունքները մեկն է, այլ ընդհանրապես մարդկային։ Ինչ կրնարը լալ մարդկային կյանքը, երբ բացակայեր հաշվետվությունը։ Որպես հայ, ինչ է մեզ պահանջված հաշվետվությունը։ Առաջին հաշվետվություն Աստծո նկատմամբ, երբ Աստված ստեղծեց Ադամն ու Եվան, անոնց շնորհեց լայն ազատություն, միաժամանակ անոնց պարտավորությունը տվավ փաստելու իր արարածներուն հավատարմությունը իրենց ստեղծիչին նկատմամբ։ Ադամն ու Եվան թերացան իրենց հաշվետվության մեջ։ Առաջին հերթին մենք հաշվետու ենք Աստծո։ Աստված կհետևի մեզի։ Մեր կյանքի յուրաքանչյուր րոպեին Աստված մեզի հետ է, եթե նույնիսկ մենք հեռու ենք անգե։ Ներկա աշխարհի մեջ ամեն անգույն տեսախցիկ տրված է, հետևելու մարդոց շարժումներուն, որբեսի կարելի է լա նշмарել որևէ սխալ արարք։ Մենք չենք անդրադառնալ, որ ամենեն զորեղ տեսախցիկը գտնվի երկինքի մեջ։ Աստված կհետևի մեզի համարադվության բանջելով մեզն է։ Երկրորդ հաշվետվություն եկեղեցու նկատմամբ։ Մեր եկեղեցին սովորական գառույցը չէ։ Աստվածամարտկային իրականությունն է ան մեր կյանքեն ներս, որպես Քրիստոսի խորհրդական մարմինը, որում բոլորս մաս կգազմենք։ Որպես անդամներ եկեղեցու գոչված ենք համարադու լալու մեր կյանքին ու գործի նկատմամբ։ Եկեղեցու դերը Քրիստոս է, հետևաբար համարադու լալ եկեղեցու կնշանակե համարադու լալ Քրիստոսի։ Երրորդ հաշվետվություն ազգի նկատմամբ։ Մենք մեկ ազգ ենք, պայմաններու բարդատրանքով ծրված աշխարհի բոլոր կողմերը։ Սակայն մեր հավաքական հավատքը, հայրենիքը, մշակույթը, պատմությունը, մեր արժեքներն ու իդեալները մեզ կգավեն իրարու, մեզի դալով ազգային պատկանելիության գիտակցություն։ Յուրաքանչյուր հայ մեկ ազգի պատկանելիության նկատմամբ պետք է համարադու զգա, որովհետև պատկանելիություն կենթադրե համարադվություն։ Չորրորդ հաշվետվություն ընտանիքի նկատմամբ։ Ընտանիքը ազգի ընկերության գոյության հիմքն է։
Մեզի համար ընտանիքը սրբություն է, սոսկ այր ու գնոջ քոյակցությունը չէ, այլ փարոյական, հոգևոր ու ազգային արժեքներու վրա հիմնված հավաքական կյանք է։ 5-րդ եւ վերջապես այս բոլորեն առաջ հաշվետվություն մեր անձի նկատմամբ։ Արդարև, երբ մեկը իր անձի նկատմամբ համարադու չէ, ինչպես կրնա համարադու լալ իր անձեն վեր Աստծո ասկին հայրենիքին եկեղեցվո ու ընտանիքի նկատմամբ։ Բազմապեվեր համարադվության մեջ մեր անձի նկատմամբ ունեցած մեր համարադվությունը անկասկած վճռական թեր ունի։ Ինչպես դրախտի մեջ ասված նախ բարդավորություն տվավ Ադամին ու Եվային եւ ապա հաշի բանջեց, այնպես ալ մեզ մե յուրաքանչյուրը պետք է բարդավորը զգա իր հավատարմություն ու պատասխանատվությունը հայրենիքին, ասկին, եկեղեցվո ու ընտանիքի նկատմամբ ճիշտ կերպով կատարելու, որբեսի գարենա ճակատապած պատրաստ լալ հաշվետվության Աստծո առջև, երբ Աստված հաշի բանջե մեզ մե մեր ապրած կյանքին համար, եզրափակեց իր պատգամը վեապար Գաթոյգոսը։ Սուրբ Պատարագի ավարտին վեապար հայրաբեդ հոգևորականած 10 ասկայիններ եւ ժողովուրդ դբրած 10-ին երկակցությամբ միապերան երկեցին Գիլիգիա օրհներգը։